ազգակործան պատուհասը օրերս այցելեց Թուրքիա հանդիպելու Թուրքիայի առաջնորդ Էրդողանի հետ։ Բնականաբար հայ հասարակական քաղաքական շրջանակները վտանգներ էին կանխագուշակում այդ հանդիպումից, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես տեսնում ենք, չի հրաժարվել իր պահանջներից ուղղված Հայաստանի Հանրապետությանը, որոնք էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում մեր պետության եւ մեր ժողովրդի համար։ Այս եւ այլ թեմաների շուրջ այսօր ես զրուցել եմ թուրքագետ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։ Բարև պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Փաշինյանը այցելեց եւ հանդիպեց Էրդողանի հետ եւ ըստ ձեզ ինչի համար էր Փաշինյանը այցելում եւ հանդիպում Էրդողանին։ Բնականաբար նա ելնելով իր շարժառիթներից, որոնք որևէ կապ չունեն մեր պետության շահերի հետ, կատարեց այդ քայլը, սակայն իր անձնական շարժառիթները որոնք էին։ Տեսեք, ընդհանրապես այցերը լինում են պետական, պաշտոնական, աշխատանքային եւ այլն, եւ չնայած որ Փաշինյանի այս այցը ձևակերպված էր որպես աշխատանքային այց, բայց մենք կարող ենք ելնելով դրա բնույթից այն որակել որպես անձնական այց։ Ընդ որում այց, որի առանցքում ոչ թե պետության խնդիրներն են, որը ցավոք սրտի նա ներկայացնում է, այլ իր առավելապես իր անձնական խնդիրներն են եւ ամենահավանականը ինչ որ կարող ենք այսպես դիտարկել, դա հետեւյալն է, որ Փաշինյանին պետք է հերթական ապրանքը ժողովրդին սուտը խաբելը շարունակելու համար, իսկ այդ ապրանքը մի թուղթ է, որի վրա գրված է լինելու խաղաղություն եւ որի տակ լինելու է Էրդողանի ստորագրությունը։ Այսինքն Փաշինյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններին եւ այսպես ձևավորում է իր նախընտրական քարոզարշավը, այսպես կարող ենք ընկալել, եւ դրա համար խաղաղությունը, որը հատկապես հիմա երբ որ աշխարհում տեղի է ունենում պատերազմական գործողություններ շատ տարածաշրջաններում, հասարակ մարդկանց համար, քաղաքացիների համար այդ խաղաղություն ձևակերպումը այո, ավելի քան սպասված է, անկախ նրանից դրա տակ իրոք խաղաղություն կա թե ոչ, եւ ինչու եմ ես այսպես մտածում, որովհետեւ արդյունքները պետության հետ կապված նախ Փաշինյանը եւ իր թիմը ի վիճակի էլ չէ այդ արդյունքները ձևավորել, հասնել այդ արդյունքներին, ինչու, որովհետեւ պարտված իշխանությունը եւ զիջող իշխանությունը չի կարող դիվանագիտական պատերազմ, դիվանագիտական սեղանի շուրջ ունեցած, այսինքն չունեցած իր ռեսուրսներով Թուրքիայի պես պետությանը պարտադրի ինչ որ զիջումներ կամ ինչ որ քայլեր, որոնք կարող են նպաստավոր լինել Հայաստանի համար։ Եվ երկրորդ հանգամանքը, որ մենք անմիջապես դրանից հետո եւ դրանից առաջ էլ տեսանք թուրքական ու ադրբեջանական պետությունների ճշնամական քաղաքականության հստակ շարունակություն, խոսուհիտ ծրագրեր, որոնք անդադ տարփողվում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, եւ տեսանք, որ անմիջապես այդ այցից հետո իսլամական, այո, հենց նույն Ստամբուլում իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության հռչակագիրը ընդունվեց, որը ըստ էության այնքան սուր էր, որ Հայաստանի պարտված արտաքին գործերի նախարարությունն անգամ չկարողացավ չարձագանքել եւ արձագանքեց դրանում տեղ գտած ուղղակի մեր պետության գոյությանը ուրեմն սպառնացող դրույթների հետ առ այն, որ այդ հռչակագրում խոսվում է Արևմտյան Ադրբեջանի մասին, չեմ ադրբեջանցիների վերադարձի մասին, մեզ մեղադրում էին մշակութային եղեռն իրականացնելու մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն Փաշինյանի այցը այդքան արագ տվեց այդքան բացասական պտուղներ եւ դրանից նաեւ հիմք ընդունելով այն, որ Փաշինյանը ի վիճակի չէ որպես քաղաքական գործիչ եւ դիվանագետ բառը նրան իհարկե չեն կարող այսպես տեղավորել այդ բառի շրջանակներում նրա կերպարը ի վիճակի չէ որևէ ուրեմն դիվանագիտական այս բարդ խաղի մեջ որևէ դրական արդյունքի հասնել, ուստի սա անձնական այց էր եւ տեսեք նաեւ քարոզչությունը պետական, հա,
երբ պետական լրատվամիջոցները կամ իշխանամերձ անգամ եթե կազմակերպում են բանավեճ, հրավիրում են երկու փաշինյանական ուժերի, ասենք, որոնք երևի պետք է իրար հետ բանավիճեն, թե ով ավելի շատ կգովի Փաշինյանին, ով ավելի շատ կգովի Թուրքիային եւ ավելի շատ կկարևորի Թուրքիայի դերը եւ այդ քարոզչությունը պաշտոնական այնպեսի այսպես ոգևորությամբ էր խոսում այս այցի մասին, կարծես սա, չգիտեմ, Թուրքիայի կապիտուլյացիայի մասին, այսպես ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել Լևինչ եւ դրույթները, դրվագները, որ նրանք առանձնացնում են, որ իրեք Էրդողանը մեքենայի մոտ դիմավորեց, միջև մեքենա ճանապարհեց եւ այլն, սրանք եթե այդքան ողբերգական չլինեին, կարելի էր ասել ծիծաղելի են, բայց կա այն ինչ որ կա։ Ուստի ես ձեր հարցին ուղիղ պատասխանեմ, որ սա Հայաստանի շահերի հետ կապ չունեցող այց էր, սա Փաշինյանի շահերի հետ կապ ունեցող այց էր, գոնե այդ տպավորության համար մենք ունենք բավարար հիմքեր։ Դուք նշեցիք, որ այցից անմիջապես հետո իսլամական պետությունների համագործակցության այդ կազմակերպությունը Ստամբուլում խիստ հակահայկական բանաձև էր ընդունեց, որոնք ուղղակիորեն վտանգ են մեր համար։ Ի հակադրություն դրա Հայաստանի ազգակործան իշխանությունները շարունակաբար խոսում են այսպես ասած խաղաղության մասին, ապաշրջափակման մասին, կխնդրեի ձեզ ներկայացնել որպես պատմաբան, ինչ է նշանակում խաղաղություն թուրքական մոդելավորմամբ։ Երկու առումով կարող եմ ասել, նախ խաղաղություն արևելքում չի լինում, այս դրույթը ես քանիցս ասել եմ եւ արևելքի պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մասնագետ կարող է հաստատել, որ ուղղակի երբ որ նայում ենք պատմությանը, արևելքում երկարատև խաղաղություններ չեն լինում են պատերազմներ եւ լինում են ժամանակավոր հրադադարներ, որոնք միգուցե ընկալվում են որպես խաղաղություն եւ հենց այսօր էլ տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են, պերմանենտ արևելքում պատերազմներ են, կոնֆլիկտներ են եւ այլն, եւ խնդիրն այն է, որ եթե դու չես գիտակցում արևելքի խաղի կանոնները եւ դու պատերազմի այսպես իրավիճակում խոսում ես լիովին ոչ կարևոր խնդիրների մասին, դա չի նշանակում, որ պատերազմը դադարում է, դա չի նշանակում, որ քո պետության հանդեպ սպառնալիքները դադարում են, եւ դա չի նշանակում, որ ճշտամական երկրները իրենց պլանները չեն շարունակում։ Հիմա տեսեք, այս իշխանության պարագայում անդադ խոսում են խաղաղությունից, բայց այդ խաղաղությունը մեկ դարպասի վրա ֆուտբոլային խաղ է հիշեցնում, երբ իրենք իրենց էլ անդադ գոլ են խփում իշխանությունները, որովհետեւ adekvat արձագանք դրան չկա, այսինքն իրենք այդ խաղաղության խաչմերուկ այդ բրոշուրը տանում տարբեր տեղեր ցույց են տալիս, պրեզենտացիաներ են անում եւ այլն, բայց հասկանում եք այդ հասցեատերերը դրանց լիովին այլ տրամաբանության մեջ են եւ իրենք բարձր որ շատ լուրջ չեն վերաբերվում։ Կարող է դիվանագիտական էթիկայից ելնելով ասեն այո, ողջունում ենք խաղաղությունը, խաղաղության խաչմերուկը, բայց Էրդողանը մի օր առաջ ողջունում է խաղաղությունը, մի օր հետո ուրեմն հայտարարում է, որ Արևմտյան Ադրբեջանի նախկին բնակիչները պետք է ետ գան, հա, այսինքն մի նախադասության մեջ տեսեք ինչքան խեղաթյուրում ու սպառնալիք է Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ։ Եվ ձեր հարցին ուղիղ պատասխանեմ, ինչպիսին է թուրքական մոդելը խաղաղության։ Դա մոդել է, որտեղ դու քո ինքնությունն ու ինքնիշխանությունը պետք է ուղղակի զրոյացնես։ Այսինքն հիմա Ստամբուլի հայ համայնքում խաղաղություն է, իհարկե խաղաղություն է։ Մարդիկ խանութներ են աշխատացնում կամ ինչ-որ բիզնես ունեն, այո ունեն։ Ինքնության հետ կապված լիակատար ազատություն ունեն, իհարկե չունեն։ Հիմա թուրքական խաղաղության մոդելը ո՞րն է, եթե այսպես պայմանական ու պատկերավոր փորձենք ասել, Հայաստանը մի տարածք, որտեղ զինանշանը որոշում է Թուրքիան, որ չպիտի լինի Արարատ լեռ, տարբեր այլ բաներ, միգուցե մեր զինանշանի վրա, չգիտեմ, լինի ինչ-որ աղավնի, որպես խաղաղության, օրինակ, որտեղ սահմանադրությունը որոշում է Թուրքիան, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկախության հռչակագիրը, սիմվոլները որոշում է Թուրքիան, պատմությունը որոշում է Թուրքիան,
քո դասագրքերը անգամ որոշում է Թուրքիան, քո թշնամիներին ներքին հստակեցնում է Թուրքիան, որ դու պետք է պայքարես քո իսկ եկեղեցու դեմ, քո իսկ պատմության դեմ եւ այլն, սա թուրքական խաղաղության մոդելն է, եթե շատ կարճ ասեմ, եւ դրա դիմաց դու կարող ես ունենալ էժան պոմիդոր, դու կարող ես ունենալ էժան նարինջ, դու, չգիտեմ, կարող է նյութական այլ էժան շինանյութ եւ այլն, բայց դու որպես պետականություն եւ դու որպես հայ դադարում ես երկու կարևոր հանգամանքները եւ քո առանցքները ունենալ ինքնիշխանությունն ու ինքնությունը։ Հակառակը ես չեմ ասում, որ մենք պետք է մեր ինքնությունը լինի անիրական երազանքները, ասենք հեսա մտնում ենք Թուրքիա, գրավենք, մտնենք Սասուն, հետո իջնենք Վան եւ այլն։ Ոչ, բայց որևէ մեկը չի կարող մարդու հիշողությունը, ինքնությունը, արժեհամակարգը իրենից խլի, չի կարող այդպիսի բան լինել։ Հետևաբար թուրքական մոդելը խաղաղության մոտավորապես այդպիսին է, եւ տեսեք մենք այդ մոդելի ինչ որ մի դրվագ կարող ենք տեսնել, թե ինչպես էին պատկերացնում Թուրքիա-Վրաստան հարաբերությունները, երբ Վրաստանի առանձին տարածքներ, այո, շատ լավ օրինակ բերեցիք, բայց Վրաստանի հետ կապված երբ տեսնում ենք, որ Աջարիայում թուրքական ներկայությունը այնքան է մեծացել, որ դժվար է ասել, թե այդտեղ ավելի շատ վրացական ազդեցությունն է շատ, թե թուրքական։ Եվ սիրիականը մենք տեսանք, ընդ որում այն process-ները, ինչ որ հիմա մեզ մոտ տեղի են ունենում նաև Սիրիայում տարիներ առաջ, երբ փորձում էին կառավարել թշնամանքը, որ Սիրիա-Թուրքիա պատմությունից բխող տարբեր երևույթներ փորձում էին դուրս բղել։ Ընտանիքների մակարդակով կար բարեկամություն։ Բարեկամություն կար, բայց նաև սիրիական դասագրքերից էին դուրս բերում Թուրքիայի հանդեպ ինչ որ խնդրահարույց դրույթներ, ականապատ դաշտերն էին ականազերծում, Թուրքիան տարածքներ էր գրավում, սահմաններին բարձունքներ էր գրավում, ասում են դե լավ այդ ձյունապատ լեռների համար կռիվ չանենք եւ այսինքն սցենարը ամբողջովին նույնն է եւ հիմա ինչ կա Սիրիա, որը կարող ենք ասել լիովին թուրքական վերահսկողության ներքո է եւ չեն էլ թաքցնում եւ նաեւ այդ ձեր ասած կազմակերպության անդամ է Սիրիան, իսլամական համագործակցություն, որը բնական է որ այսուհետ եւ ոչ միայն այդ կազմակերպությունում, այլ հարթակներում միջազգային քվեարկելու է Հայաստանի դեմ, գործելու է Հայաստանի դեմ, իսկ նախկինում Սիրիան նաեւ Հայաստանի հետ շատ ընդհանրություններ ունեցող պետություն էր։ Այսինքն Թուրքիայի մոդելը դա Սիրիան է կամ այսպես ձևակերպենք առանց ինքնության եւ առանց ինքնիշխանության պետություն, դա թուրքական խաղաղության մոդելն է, որը մեզ համար ընդունելի չի։ Մենք ունենք իհարկե մենք ձգտում ենք խաղաղության, մենք որպես ժողովուրդ եւ քրիստոնյաներ ձգտում ենք խաղաղության, բայց դա չի նշանակում, որ այդ խաղաղության ճանապարհին դու ամեն ինչ պետք է մոռանաս եւ հիմա այս քարոզը վայրի, որ գնում է իշխանությունների կողմից, որ գիտեք դա պետք է պրագմատիկ լինենք եւ այլն, պրագմատիզմն ու ստորաքարշ ապրելը դրանք տարբեր բաներ են։ Այս օրերին հատկապես Ադրբեջանի կողմից բազմաթիվ պաշտոնյաներ խոսում են այսպես ասած Զանգեզուրի միջանցքի մասին, նաև նշում են, որ իբրև թե 300,000 ադրբեջանցիներ պետք է այսպես ասած հետ վերադառնան իրենց ճակերտավոր պատմական հայրենիք։ Եվ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը նորից ակտիվացնում է դիվանագիտական, քաղաքական ճնշումը այդ ուղղությամբ եւ նաեւ օրերս տեղ ունեցավ մի հետաքրքիր իրադարձություն, որը առաջին հայացքից մեր հետ կապ չունի, բայց փորձագետների գնահատմամբ ունի բավականին հեռահար նպատակներ, խոսքը Ալիևի կողմից Նախիջևանի ինքնավարությունը վերացնելու մասին է։ Այդ քայլով Ալիևը ինչ խնդիր է փորձում լուծել այդ նույնիսկ ծայրական ինքնավարությունը վերացնելով եւ հիմա այս փուլում ինչ վտանգների մեջ ենք մենք։ Եթե սկզբից սկսենք Զանգեզուրի միջանցքի այսպես կոչված հետ կապված, տեսեք մենք ուր էինք, ուր հասանք, նաեւ պետք է հստակ հասկանանք թե ինչ եղավ, որ Արցախյան կոնֆլիկտի եւ մինչեւ այդ էլ Ադրբեջանը միշտ փորձել է այսպես ցամաքային կապ ունենալ Նախիջևանի հետ եւ մինչև խորհրդային միությունը, որը Թուրանի, պանթուրանիզմի
կարևոր այսպես օղակներից մեկն է այդ ճանապարհը ստանալը կամ Սյունիքը օկուպացնելը խորհրդային շրջանում հետո Արցախյան կոնֆլիկտի այսպես բանակցությունների ժամանակ գիտեք այդ մեղրի տարբերակ կոչված երևույթը, որը Հայաստանը միշտ մերժել է եւ ինքը Արցախյան կոնֆլիկտի հետ ըստ էության կապ չունեցող հարց էր, բայց խոսում էր, եթե համապարփակ խաղաղություն պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ ճանապարհը հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանը պետք է դրան նպաստի, բայց չէր ասում, որ Հայաստանը պետք է տա իր ինքնիշխանությանը հակասող միջանցք, դա պետք է չվերահսկվող միջանցք եւ այլն, եւ անգամ այդքան այսպես քննարկված Քիվեստի ժամանակ, Քիվեստի բանակցությունների ժամանակ այս իրավիճակը չէր։ Իհարկե այս վիճակը չէր, Ղարաբաղը դառնում էր Հայաստանի մի մարզ, դրա դիմաց ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան, բայց հիմա 2020 թվականի նոյեմբերի 9-ին այս հարցը միանգամից մտավ այդ փաստաթղթի մեջ, նշվելով, որ Հայաստանը պետք է ապահովի այդ Նախիջևանի հետ կապող այդ կոմունիկացիան, հա։ Հիմա այստեղից հարց, ինչ կապ ուներ Արցախյան խնդիրը եւ 44 օրյա պատերազմը, որ հայկական ջախջախված դիվանագիտությունը թույլ տվեց, որպեսզի այդ ձևակերպումը մտնի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ։ Այսինքն Ալիևը շատ հստակ այդ մասին ասում է Իլհամ Ալիևը, որ ես եմ պարտադրել հենց այդ բառերով, որ այդ փաստաթղթի մեջ մտնի այդ դրույթը։ Հետո իրենք դա սկսեցին անվանել Զանգեզուրի միջանցք եւ այլն եւ այլն։ Բայց եկեք չմոռանանք, որ այնտեղ գոնե նոյեմբերի 9-ի փաստաթղթում զուգահեռներ էր տարվոր Լաչինի միջանցք, Զանգեզուրի միջանցք։ Հիմա Լաչինը չկա, Արցախը ցավոք չկա, որպես հայկական։ Որևէ միջանցքի մասին խոսք չկա, նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր դրույթները ոտնահարված են, բայց այդ Նախիջևանի հետ կապող հարցը Ադրբեջանը շարունակում է առաջ մղել։ Սա նշանակում ինչ է ցույց տալիս, որ պարտված իշխանության գոյությունը Հայաստանում թույլ է տալիս թշնամի պետություններին առաջ մղել այդ գաղափարը։ Եթե Հայաստանում այլ իշխանություն լիներ, չեմ ասում նոյեմբերի 9-ի փաստաթղթը լիովին չեղարկվեր, բայց գոնե մանևրելու ահռելի ավելի մեծ դաշտ կլիներ այսօրվա համեմատ, այո։ Սա մեկ, երկրորդ, այդ ադրբեջանցիները այսպես կոչված վերադարձ։ Տեսեք, ինչ է սա, եթե խաղաղություն է հաստատվում, ոնց որ կա խաղաղություն Եվրոպայում։ Չի քննարկվում, չէ՞, ֆրանսիացին կարող է գնալ ապրել Գերմանիայում, գերմանացին կարող է ապրել Հոլանդիայում եւ այլն։ Իրական խաղաղության բառում։ Բայց այստեղ սա ոչ թե խաղաղությունը, բան, այլ 300,000 ոչ թե խաղաղ բնակիչներ են գալիս, այլ 300,000 ագրեսիվ, կարելի ասել, քաղաքացիական զինվորներ են ուզում գալ Հայաստան, իրենց ձևակերպմամբ բնակվելու իբրև թե նախկինում բնակված տարածքներում, բայց այստեղ կարևոր մի հարց է, բա փոխադարձությունը, բա Բաքվում ինչքան հայ է ապրել, բա Սումգայիթում ինչքան հայ է ապրել, բա Արցախում ինչքան հայ է ապրել, բա Շահումյանը, բա Գետաշենը, բա մյուսները, բա եթե խաղաղություն է, ինչի չի կարողանում հայկական ոչնչացած դիվանագիտությունը ասել, որ ձևակերպումը գոնե զուգահեռաբար դրեք, որ բնակիչները ըստ իրենց ցանկության կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը։ Սա կլիներ դիվանագիտություն, սա կլիներ դիվանագիտական ձևակերպում, որ բնակիչները ապրել են մեկը Բաքվում, իր ցանկության դեպքում կարող են վերադառնալ, մեկը ապրել է, չգիտեմ, Մասիսում, կարող են վերադառնալ, հա, բայց ոչ, այստեղ սա նշանակում է կապիտուլյացիայի շարունակություն, որ մենք թիվը ասում ենք 300,000 ադրբեջանցի պետք է գա, ու դրա դիմաց չենք ասում, լավ, բա Բաքվի հայերը ուր պետք է գնան, բա Բաքվի հայերի սերունդները կարող ուզում են գնան հետ Բաքվում ապրելու, օրինակի համար։ Այսինքն սա նույնպես ապացույց է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայից անդին գտնվող մի կարգավիճակում են։ Կապիտուլյացիան էլ իրենց համար երազելի է, սա կապիտուլյացիա էլ չէ, ավելի այն կողմի բան է։ Եվ այդ ձևակերպումները, այսինքն այսպես է,
300,000-ը վերադառնում են իրենց անվտանգության երաշխիքներով։ Իսկ անվտանգություն մենք չենք վստահում հայ ոստիկանին, պետք է գան թուրք ոստիկաններ եւ ապահովեն այդ 300,000-ի անվտանգությունը։ Հասկանաք, սա Հայաստանի վերջն է։ Այնքան սարսափելի է այս ծրագիրը, որ նույնիսկ Հովիկ Աղազարյանը չի դիմացել եւ ընդվզել է, հա, եւ իր այսպես հրապարակային ելույթներում ասում է, չէ, որ նույնիսկ այդ իրենց ֆրակցիայի ներքին նիստերում ասում է, ես խնդրում եմ, որ այդ բանը չանի։ Այսինքն պատկերացրեք ինչքան սարսափելի է, որ ԿՊ-ական բռնապետության այդ բաստիոնում իրենց ֆրակցիայում կամ կուսակցությունում անգամ ընդվզողներ են եղել։ Հիմա 1-2-ն են եղել, թե մենակ Աղազարյանն եղել, բայց այնուամենայնիվ եղել է։ Ուրեմն հետեւաբար սա խաղաղության հետ այս բնակիչների, ադրբեջանցիների վերադարձը կապ չունի, եւ երրորդը Նախիջևանի հետ կապված, ճիշտ ասած, խնդիրը դեռ կարելի է ավելի այսպես մանրամասն ուսումնասիրել, տարբեր շերտեր վերհանել, բայց ենթադրում եմ, որ այսեք Ադրբեջանում նախկինում ինչպես էր սովետական շրջանում կար ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Սրանք նաև 1921 թվականից սկսած այդ իրավաքաղաքական պայմանագրերի դրույթներով։ Այո, իրավաքաղաքական process-ներն էին, որ հայկական տարածքները բռնագծվեց Ադրբեջանին, բայց գոնե ձևակերպումները այլ եղան, ոչ թե Նախիջևանի նահանգ եղավ, այլ ինքնավար հանրապետություն։ Նա փորձում է վերջնականապես։ Ես կարծում եմ, որ ունիտար դարձնելու Իլհամ Ալիևի մղումն է։ Դուք հիշում եք, որ նա նաև հատուկ հրամանագրով վերացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ հասկացությունը, դարձնելով այն Ղարաբաղի, չէ, եւ արևելյան Զանգեզուրի, թե ինչ որ տնտեսական գոտի շրջան։ Ես ենթադրում եմ, որ այս նույն այսպես մղումները այստեղ նույնպես մենք կարող ենք դիտարկել։ Փաշինյանը շարունակում է իր գրոհը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, նաև տեսնում ենք, որ բռնաճնշումներ է իրականացնում անդիմադիր շերտի նկատմամբ եւ ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանի այդ Չարաբաստիկ այցի օրը զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունենում, նաև կալանավորվեց հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը, որը ընդամենը հանդես եկավ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության դիրքերից, հա։ Պաստորեն Փաշինյանը շարունակում է իր գրոհը եկեղեցու նկատմամբ, ինչ խնդիր է հիմա նա փորձում լուծել եւ ինչ խնդիր է նաեւ փորձում լուծել, այսպես ասած, բուրժուազիայի ներկայացուցիչներին հարվածի տակ դնելով։ Տեսեք, մենք որպեսզի քիչ զարմանանք այն ինչ որ տեղի ունենում, մենք պետք է հասկանանք իրավիճակի ճիշտ ձևակերպումը, որ սա ոչ թե ժողովրդավարական հանրապետություն է, այլ սա ծայրահեղ ավտորիտար բռնապետություն է սա։ Եվ Փաշինյանը բռնապետ է, ավտորիտար ղեկավար է, որին հատուկ է ավտորիտար ղեկավարի գրեթե բոլոր հատկանիշները, անձի պաշտամունք, այլ կարծիքի բացառում, իր թիմակիցների ոտնկայս ծափահարություններ, դրանք բոլորը եղել են բոլոր բռնապետների պարագայում, տարբեր ոճով, լատին ամերիկյան իրականությունում ուրիշ, սովետական իրականությունում ուրիշ, արևելքում ուրիշ, հիմա սա Փաշինյանական բռնապետություն է, ուստի Ալիևի ձևաչափով է շարժվում։ Ուստի զարմանալ, որ գիտեք մեկ հրահանգով, ինքը չի թաքցնում, չէ, Facebook-ում ասում է, չէ, դու հիմա կտեսնես իմ ձևը եւ 2 ժամ հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում է։ Այսինքն, ել ինչ պետք է ասի։ Ուղիղ ասի, ես եմ ասել, ասում է, ես եմ հրահանգել, որ ձերբակալեն։ Ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ ամեն ինչը։ Եվ գլխավոր դատախազն եմ, եւ անվտանգությունն եմ, եւ ոստիկանությունն եմ, եւ արդարադատությունն եմ, եւ խիղճն եմ, եւ բարոյականությունն եմ, եւ վեհապարն եմ, ամեն ինչ ես եմ։ Ու իր կերպարի մեջ այդ ամեն ինչը ինքը ներառում է եւ ես քանի անգամ ասել եմ, էլի եմ ուզում կրկնել, երբ որ կարդում ես Փաշինյան լրագրողի հոդվածները, հասկանում ես, որ այս վարչապետ Փաշինյանն ու լրագրող Փաշինյանը իրար ամենավոխերիմ թշնամիներն են, որովհետեւ լրագրող Փաշինյանը քննադատում էր եւ ծաղրում, պախարակում էր այն բոլոր հատկանիշները, որ կրում է վարչապետ Փաշինյանը, բռնապետի բոլոր հատկանիշները։ Հիմա կլինի բուրժուազիա, կլինի առանձին
գործիչներ, որոնք վտանգ են ներկայացնում անձին Փաշինյանի։ Սա անձիշխանություն է, դա տոտալ գործում է, այսինքն եւ իր վերահսկողության տակ գտնվող մարմինները կլինեն դրանք իրավապահ մարմիններ, այլ եւ այլն, անմիջապես իրականացնում են այդ քայլերը, բայց այստեղ հարցը երբեմն այդ մարմիններն են եւ իրենց հարց են տալիս, որ ամեն դեպքում օրենքից դուրս են գալիս։ Չի կարելի կուրորեն ենթարկվել ղեկավարին եւ չմտածել օրենքի գոնե էլեմենտար դրույթները պահպանել։ Այսինքն Փաշինյանի ասացները խորհրդարանում ոչ մի իրենց մեջ օրենքի հետ կապված հակասություններ չեն պարունակում, իսկ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ մենք եկեղեցին կպաշտպանենք մեր ձևով, դա հեղաշրջման փորձ էր եւ այլն եւ այլն, իսկ որ Փաշինյանը գրում է, որ հիմա կտեսնես իմ ձևը, դա արդյոք պաշտոնական դիրքի չարաշահման կասկած կարող է հարուցել, օրինակի համար եմ ասում եւ այլն։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ես նույնպես այն կարծիքին եմ, որ եկեղեցու դեմ այս պայքարը հստակ կարող ենք դիտարկել թուրքական նախապայմանների լույսի ներքո, որովհետև եկեղեցին թիրախ է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար եւ փաստորեն նաեւ Փաշինյանի իշխանության համար։ Այո, գաղտնիք չէ այդ հայտարարությունները, հետեւաբար նաեւ եկեղեցու իդեմս եկեղեցու Փաշինյանը տեսնում է իր այս բռնապետությանը, մենատիրությանը հակադրվող ինչ որ օջախներ, սրբազաններ, հոգևորականներ, հավաքական եկեղեցին եւ այլն, որոնք չեն ընդունում, այսինքն ինքը չի ընդունում բոլոր նրանց, ովքեր իրեն իր խմբակցության պես չեն պաշտում, չեն կրկնում իր բղավոցները, չեն օգտագործում իր լեքսիկոնը, ասում կապ չունի այդ լեքսիկոնը 18+ է, 18+ չէ, իրենք այսպես անընդհատ կրկնում են Փաշինյանի լեքսիկոնը ու ձևերը։ Դուք նայեք մի քանի այդ ակտիվիստներին, հա, ինչպես էլի Հովիկ Աղազարյանին ցիտեմ, որ ասում է ամեն շաբաթ ինչ որ բանը չէ գրում, որ սա այսօր այս շաբաթ ով է ավելի դարձել ավելի Նիկոլ, հա, այնտեղ իր բանը կա ձևակերպումները, եւ տեսեք ինչպես են պահում իրենց, բղավում են, սպառնում են, այսինքն դուք ժողովրդավար եք, բայց խորհրդարանի ամբիոնից հայոյում եք, վիրավորում եք, ու ասում եք, չեմ, գլուխդ կջարդեմ, ակաժներդ կկտրեմ, համբալ եւ այլն, այսինքն սա ժողովրդավարության են ամենալուրջ դրույթներն են, որոնք դուք բարձրաձայնում եք եւ ավարտելով ասեմ հետեւյալը, որ տեսեք երեք, երբ որ ամբողջ տարածաշրջանը գեր լարված էր, ինչի տարածաշրջանը աշխարհը, երբ մի կողմից Թրամփն էր հայտարարություն անում, մի կողմից Իրանն էր ասում, որ հիմա պատասխանում է, երբ ամբողջ օդային տարածքը փակ էր, երբ Իրանը ռմբակոծում էր ամերիկյան բազաները Կատարում, երբ հակառակներ տեղի ունենում եւ այլն, այդ թոհուբոհի մեջ Հայաստանի վարչապետը էլի Facebook-ում կպնում էր կաթողիկոսին, այսինքն հասկանում եք գերակայությունները օդային, այսինքն Հայաստանից ինքնաթիռը օդում պտտվում է, որտեղ չի կարողանում իջնել, ասենք օրինակ Դուբայում կամ այլ վայրերում, այդ պահին, այսինքն վտանգ կա, որ կարող է ավելի լայն ռազմական գործողություններ լինեն, մարդը Facebook-ում նստած վեհապար հայրապետի դեմ սկսում է շարունակում է իր ստատուսները, այսինքն օրինակ բանը, չգիտեմ, պաղեստինցիները պահանջում են, որ Իսրայելը անհապաղ դուրս գա օկուպացված տարածքներից, Փաշինյանը պահանջում է, որ վեհապարը դուրս գա Վեհարանից։ Հասկանում եք, այսինքն Իրանցիները, Իրանը պահանջում է, որ, չգիտեմ, Իսրայելը դադարեցնի աբեկչական հարձակումները, օրինակ, Փաշինյանը պահանջում է վեհապարը դուրս գա Վեհարան։ Այսինքն աբսուրդը ավելի լավ ձևակերպում է, քան այն ինչ որ մենք ունենք։ Եվ ամփոփելով խոսենք նաև հենց ձեր նշած իրադարձությունների մասին, պատերազմի այս փուլում կարծես թե հույս կա հրադադարի հասնելու, համայն դեպս առավոտյան տեղեկություններ էին տարածվում համաձայնության մասին, սակայն վերջին ժամերին նաև խոսում է, որ օրինակ Իրանը իբրև թե խախտել է հրադադարը, հա։
ընդհանուր րոպեներ առաջ Թրամփը դրա մասին խոսեց։ Ինչ տեղ ունեցավ արևելքում, եթե շատ կարճ, եւ արդյոք մենք հիմա նոր մերձավոր արևելք ենք տեսնելու։ Իհարկե դժվար է շատ կարճ խոսել, որովհետև տարողունակ հարցեր են։ Մերձավոր արևելքը արդեն տեղական ժամանակ է, որ փոխակերպումների մեջ է, եւ այդ տերմինն էլ վաղուց արդեն կա, նոր մերձավոր արևելք եւ այլն։ Սա այո, կարող է ազդել այդ նոր մերձավոր արևելքի որոշակի դրվագների ամրագրմանը։ Երկրորդը ինչ տեղի ունեցավ մերձավոր արևելքում, տեղի ունեցավ նաև կանխատեսելի բախում ուղիղ Իրանի, ոչ թե պրոքսի ուժերի, պետությունների, այլ ուղիղ Իրանի արդեն ոչնչացվեցին։ Այո, Իրանի եւ Իսրայելի միջև, որովհետեւ ինչու էր կանխատեսելի, որովհետեւ Արցախում սկսված գործընթացները եւ Արցախի կորուստը, որը Իրանը ողջունեց որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, Հեզբոլլայի եւ այլ իրանամետ ուժերի դեմ սիստեմատիկ գործողությունները, կարևոր գործիչների սպանությունները, Սիրիայի կորուստը, Սիրիայի անկումը, ասադական Սիրիայի անկումը եւ էլի Իրանի հայտարարությունը, որ ասադական բանակը չկռվեց եւ այլն, նշանակում է, որ հաջորդը ուղիղ լինելու է Իրանի տարածքում, այսինքն բանաձևը այսպեսին է, Դամասկոսում չկռվեցին, ռմբակոծվելու էր Թեհրանը, այսինքն ողջունեցին Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան, ռմբակոծվելու էր Թավրիզը, այսինքն ակնհայտ էր, որ այս ամբողջը տեղափոխվելու է Իրան, մեր բարեկամ երկիր։ Նույն ըստեյության մեր պարագայում Սև լճում չկռվեցին, վաղը կարող է Երևանը ռմբակոծվել։ Այո։ Հետևաբար, սա սպասելի էր, կանխատեսելի էր, բայց նաև ինչ տեղի ունեցավ, որոշ կարծրատիպեր, կարող ենք ասել, փոխվեցին, որ ասում էին այդ երկաթե գմբեթը իսրայելական անխոցելի է, կարող փաստորեն խոցվեց։ Իրանական լուրջ ենթակառուցվածքներ վնասվեցին եւ ամենակարևորը փաստորեն ի հայտ եկավ Իրանի ներսում որոշակի խնդիրներ, երբ դավաճանության եւ այլնի արդյունքում տարբեր պայթյուններ, սպանություններ, այո, հսկայական ցանցեր։ Լուրջ իրանցի պաշտոնյաներ ուրեմն զոհվեցին։ Իհարկե փոխարինողներ եկան, բայց այնուամենայնիվ, ասենք, գլխաշտաբի պետ, բանակի հրամանատար, հետախուզության պետ եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ, բայց այստեղ ֆիքսենք, որ Իրանը չլռեց, Իրանը չհամակերպվեց, Իրանը նույնիսկ տոնայնությունը չթույլատրեց եւ դիվանագիտական դաշտում եւ ռազմական դաշտում շարունակեց ու փաստորեն մենք եթե երեկվա դեպքը նայենք, 3-4 օրվա, ի վերջո Իսրայելը դիմեց ԱՄՆ-ի օգնությանը եւ ԱՄՆ ամերիկյան ռմբակոծիչները ի վերջո մտան խաղի մեջ, իսկ Իրանը չդիմեց որևէ մեկին, իսկ Իրանը միայնակ դեռ շարունակում էր պատերազմել եւ կարծում եմ, որ Իրանը նաեւ այսպես որոշակի իր սպառնալիքների տակ ցույց տվեց, որ սպառնալիքները լիովին անհիմն չեն, որ ասում էր մեր կարմիր գիծը, մենք սենց կանենք, տենց կանենք, եւ ինչ որ այնուամենայնիվ ապացույցներ եղան։ Ինչ վերաբերում է խաղաղության, գիտեք, Թրամփը միգուցե անկեղծ ձգտում է, չնայած որ նա իր կերպարը որոշակիորեն ստվերվեց, քանի որ նա ի վերջո մտավ պատերազմի մեջ, ի օգուտ Իսրայելի արեց որոշակի քայլեր, բայց այս պատերազմը նաև, գիտեք, 21-րդ դարի պատերազմները տարօրինակ են, ոչ միայն որ on-line կարող ես նայել, այլև տարօրինակ են, որ զգուշացնում են, որ խփելու ենք, հետո նրանք ասում են շնորհակալություն, որ մեզ զգուշացրեցիք, որ խփելու եք, հետո մենք ենք հիմա ձեզ զգուշացնում, շատ տարօրինակ պատերազմներ են, տարօրինակ ոճի, բայց այնուամենայնիվ նաև Դոնալդ Թրամփի այս բիզնես մտածողությունը միշտ չի որ քաղաքականության մեջ արագ արդյունքներ տալիս, որտեղ որ լսում եք ինքը հանդեպ ասում է, դե եկեք պայմանավորվենք, այդ դիլն անենք, վերջացնենք եւ այլ։ Հիմա նույնը ասում էր ռուս-ուկրաինականում, բայց այնտեղ կրկին խաղաղություն չկա։ Հիմա այստեղ ասում ես չեմ կարծում, որ Թրամփի մի հրահանգով խաղաղություն է լինելու եւ ինչպես կա երկրաշարժ հետո հետ ցնցումներ, հիմա կարծում եմ այդ հետ ցնցումների փուլն եւ ի վերջո ատելությունը եւ խնդիրները չեն լուծվել Իրանի ու Իսրայելի միջև եւ կարծում եմ, որ խաղաղություն չի լինի, իսկ Իրանի պարագայում փաստորեն
այդ անձեռնմխելիությունը նաև որոշակիորեն փլվեց, որ Իրանը ի վերջո ուղիղ իր տեսքով մտավ պատերազմի մեջ, կորուստներ ունեցավ, որոշակի ձեռքբերումներ ունեցավ, բայց այլևս ամեն ինչ նախկինը չի կարող լինել, ուստի արագ խաղաղություն ես չեմ կանխատեսում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր թուրքագետ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։